տեսեք, աբսուրդա չէ, 54 քննիչ քննում է Արագածոտնի թեմի առաջնորդի գործը, մոտ 60 քննիչ քննում է Սամվել Կարապետյանի գործը, երկրում վխտում են հանցագործությունները, ծանր հանցագործությունները, սպանությունները, բոլոր քննիչները զբաղված են քաղաքական հետապնդյալների գործերը քննելով, հրապարակվում են ձայնագրություններ, այսինքն սա 37 թիվը իր բոլոր ռակուրսներով գլուխը պատնատվել այն ամենի հանդեպ, ինչ այսօր կատարվում է Նիկոլյան Հայաստանում, Վարդան Ղուկասյանին անգամ դրոնի միջոցով են ձայնագրվել, մարդիկ վախենում են իրենց երեխայի հետ խոսեն, որ այնտեղ մի ձևակերպում հանկարծ հիմք չտա քրեական գործ հարուցելու, սա զարհուրելի է, այսպիսի բան որևէ ժամանակ չի եղել, այսպիսի բան լիներ երրորդ նախագահի կամ դրանից առաջ որևէ իշխանության ժամանակ միջազգային հանրությունը հիմա Հայաստանին բռնել շպրտել էր Եվրոպայի խորհրդից դուրս եւ բոլոր հնարավոր արևմտյան սանկցիաների տակ գցել էր, հասկանում եք, մարդիկ փողոցում են պայմանավորվում իրար հետ, հեռախոսները թողում են տանը եւ իրար ականջի, եթե ինչ որ բան են ուզում խոսել, այդպես են խոսում, այսպիսի բան ես կարդացել եմ այն Ձեծի Արբատը գրքում, մեկ էլ Սալժենիցինի գուլագում ու նույնիսկ այս կարգի զարհուրելի իրավիճակներ անգամ այդ գրականության մեջ ժամանակի, որ նկարագրում էր ստալինյան ռեպրեսիաները, ես չեմ տեսել։